Ողջույն։ Միջնադարյան Եվրոպայում կառավարել են բազմաթիվ մեծ և փոքր միապետներ։ Այսօր կխոսեմ նրանցից ամենահակասականի մասին, ում որոշները անվանում են Ստուպոր Մունդի կամ աշխարհի հրաշքը։ Ներկայացնեմ հետևյալ գիրքը։ Գրքի հեղինակը Էրնստ Վիզ Ֆրիդրիխ II Գոգենշտաուֆեն։ Գիրքը հրատարակել է AST հրատարակչությունը 2005 թվականին։ Գերմանացի արդի պատմաբան Էրնստ Վիսը հետաքրքրաշարժ ոճով ներկայացնում է Ֆրիդրիխ Հոհենշտաուֆենի կենսագրությունը։ Ֆրիդրիխը ծնվել է 1194 թվականին Ապուլիայում, հարավային Իտալիա։ Գերմանիայի թագավոր և հռոմեական սրբազան կայսրության կայսր Հայնրիխ 6-րդ Հոհենշտաուֆենի և իր կնոջ Կոստանցիա Նորմանդու ընտանիքում։ 1196 թվականին հայրը կարողանում է Ֆրիդրիխին հռչակել Գերմանիայի թագավոր։ 1198 թվականին մայրը կարողանում է Պալերմոում Ֆրիդրիխին հռչակել Սիցիլիայի թագավոր։ Շուտով հայրը և մայրը մահանում են։ Ֆրիդրիխի խնամակալությունը ստանձնում է Հռոմի պապ Ինոկենտիոս III։ Մինչև 14 տարեկան դառնալը Սիցիլիայում կառավարում էին տարբեր խնամակալներ։ Գերմանիայում կառավարում էր հորեղբայր Ֆիլիպ Շուաբացին, ում դեմ շուտով Հռոմի պապը նշանակում հակաթոռ թագավորի դեմս Օտտոն IV Վելֆի և Ֆիլիպին բանադրում է։ 1208 թվականին Ֆիլիպ Շուաբացին սպանվում է Պֆայլցգրաֆ Օտտոն ֆոն Վիտելսբախի կողմից։ Հռոմի պապի թելադրանքով Ֆրիդրիխը ամուսնանում է իրենից տարիքով մեծ այրի Կոստանցիա Արագոնու հետ։ Շուտով ունենում է որդուն Հայնրիխին, ում հռչակում է Սիցիլիայի թագավոր։ Ինքը շարժվում է դեպի Գերմանիա, որպեսզի ստանձնի վերջինիս գահը։ Արդյոք կհաջողվի Ֆրիդրիխին դառնալ Գերմանիայի թագավոր և հռոմեական սրբազան կայսրության կայսր։ Կիմանաք գիրքը կարդալու դեպքում։ Գրքում առկա են բազմաթիվ նամակներ գրված Ֆրիդրիխի կողմից իր հակառակորդներին և կողմնակիցներին։ Նրանց նամակները Ֆրիդրիխին, նրանց կարծիքը Ֆրիդրիխի վարած քաղաքականության վերաբերյալ։ Ֆրիդրիխը գործունեություն է ծավալել հետևյալ Հռոմի պապերի կառավարման ժամանակ. Ինոկենտիոս III, Հոնորիոս III, Գրիգորիոս IX, Սելեստինոս IV, Ինոկենտիոս IV։ 3 անգամ պաշտոնապես ամուսնացել է Կոստանցիա Արագոնուհու, Իոլանդա Երուսաղեմուհու և Իզաբելլա Անգլուհու հետ։ Գրքում առկա են իր որդիների վերաբերյալ տեղեկություններ, իդեմս Հայնրիխ 7-րդի, Կոնրադ IV-ի, Մանֆրեդի, Էնցիոյի։ Հռոմի պապերը մի քանի անգամ բանադրել են Ֆրիդրիխին։ Նրանք դժգոհ էին, որ Ֆրիդրիխը ունեցել է լավ հարաբերություններ մուսուլմանների հետ։ Մուսուլմանների հետ լավ հարաբերությունների արդյունքում Ֆրիդրիխը 6-րդ խաչակարգ աշխատանքի ժամանակ կարողացել է առանց կռվի հետ բերել Երուսաղեմը, Բեթղեհեմը, Նազարեթը, որը իր ժամանակիցների կողմից չի գնահատվել։ Ֆրիդրիխի ամենամեծ հաղթանակը եղել է 1237 թվականին Լոմբարդական լիգայի նկատմամբ Կորտենուովոյի ճակատամարտում։ Ֆրիդրիխ II կառուցել է բազմաթիվ բերդեր Սիցիլիայում և Իտալիայում, բարձրացրել է հարկերը, ուժեղացրել է գերմանական ազնվականությանը, որը հետագայում հանգեցրել է Գերմանիայի մասնատմանը տեղական իշխանությունների։ Ֆրիդրիխի դեմ եղել են բազմաթիվ մահափորձեր։ Երկիրը բաժանվել էր երկու խմբավորումների՝ Ֆրիդրիխի կողմնակիցների, ում անվանում էին գիբելիններ, և պապի կողմնակիցների, ում անվանում էին գվելֆեր։ Նրանց միջև եղել է երկարատև պատերազմներ։ Ֆրիդրիխը մահացել է 1250 թվականին Ապուլիայում։ Գիրքը հետաքրքիր կլինի պատմաբաններին, Գերմանիայի պատմությամբ հետաքրքրվողներին, Սիցիլիայի պատմությամբ հետաքրքրվողներին,
խաչակած աշամանքներով հետաքրքրողներին, Հռոմի պապությամբ հետաքրքրողներին։ Շնորհակալություն ուշադրության համար։